Եթե ընտրություններում ամեն դեպքում հաղթանակ լիներ կամ գոնե Շեմը հաղթահարեին մտնեին խորհրդարան, կշարունակեք մնալ կուսակցությունում։ Հարցը այն չէ կշարունակեի մնալ կուսակցությունում, թե ոչ, հարցը այն է այդ դեպքում ճիշտ կլիներ իմ այն դիտարկումները, որ այդ ձևաչափը եւ այն մոտեցումները, որով մենք առաջ ենք շարժվում, կարող են ավելի մեծ արդյունք տալ։ Կնշանակեր, որ ես սխալվել էի եւ հնարավոր էր այդ մոտեցումներով արդյունք ստանալ եւ թիմը կստանար այդ արդյունքը։ Ցավոք սրտի, ես ամենայն անկեղծությամբ եմ ասում, դա այդպես չստացվեց։ Միևնույնն է, ես թիմին տեղեկացրել էի, որ պատրաստվում եմ դուրս գալ եւ դադարեցնել իմ առաքելությունը կուսակցությունում, բայց գոնե այդ ժամանակ ես սխալ կլինեի եւ կպարզվեր, որ այն գործիքակազմը, որը ընտրվել է, արդյունավետ է, բայց ցավոք թվերը այլ բան ցույց տվեցին։ Հիմա կարող ենք ենթադրել, որ սա նաև բողոք է կուսակցության հանդեպ, որի իմ ասած ձևով չարեցիք, տեսակ ինչ եղավ, ես հեռանում եմ։ Չէ, բացարձակապես ասում եմ, ես ավելի վաղ ժամանակահատվածում էի դրա մասին ասել եւ հույս էի հայտնում, որ այդուհանդերձ արդյունքը ավելի մեծ կլինի եւ նաև թիմին ասում էի, քանի որ իմ տրամադրվածությունը արդյունքների մասով բացասական է, ավելի ճիշտ կլինի, որ ես մի կողմի վրա լինեմ, ինչով կարող եմ օգտակար կլինեմ, բայց մի կողմի վրա լինեմ, որովհետև իմ այդ բացասական տրամադրվածությունը կարող էր կոտրել թիմի ոգևորությունը, ինչի ես չէի ցանկանում, հուսալով, որ առավելագույն արդյունք կլինի եւ այստեղ որևէ բողոքի բան չկա, եթե բողոքի բան կա, այդ բողոքը նաեւ ինձ է ուղղված, որովհետև ի վերջո դա նաեւ համատեղ գործունեության արդյունքներ է, էլի, ուզում եմ ասել, այդ վատ արդյունքի մեջ ես իմ մասնակցությունը առնվազն դրան նախորդող տարիների գործունեության մասով ունեմ, բայց առնվազն ես գոնե առաջարկում եի որոշակի մոտեցումների փոփոխություն։